Մի տարի առաջ եկավ մեր կորով եկել էր գնացել չենք տեսել այնպես չաստ գնացել են ամատական ծանողները բայց վերջի անգամ մի տարի առաջ եմ տեսել մենք ամսի 1-ից լուրջ չենք ունեցել երեխու մասին մինչև այսօր առավոտյան նոր մեզ տեղյակ են բայել որ մեր երեխան զոհվել է տեղեկություն չունենք, որտեվ այդ ամբողջ գունդը այդ որ այդտեղ դիրքերում ա եղել ու գնդից մարդ չկա, որ իմանանք, իրանց գումարտակից մարդ չկա, որ իմանանք ոնց է կատարվել, ինչ է կատարվել։ Երազանքներ շատ ուներ։ Մեկնում էր ծառայության, որ պետք է գար սովորեր, բայց չհասցրեց։ Նպատակներ շատ ուներ, անելիքներ շատ ուներ, բայց չկա այսօր մեր երեխան։ Հեռախոսով խոսում էի, անընդհատ խոսում էի հետ հեռախոսով, քաջալերում էի, ասում էր գերի Լոքյան։ Գիշեր ցերեկ արթուն ենք եւ պատրաստ ենք մեր հայրենիքը պաշտպանելու։ Շատ գեղեցիկ նպատակներ ուներ, սակայն կեղտոտ ունենք թշնամու պատճառով ընդհատվեց այդ երիտասարդի կյանքը։ Դպրոցական տարիներից սկսած բավական խելացի, ընկերասեր, մարդասեր, հայրենասեր, կար մեջը բավական հայրենասիրություն, մեծ բարձր արժանինքներով էր օժտված հայրենասիրական, որի ավառ ապացույցը եղավ, որ մինչև վերջ դիմադրություն են ցուցաբերել թշնամու դեմ, բայց անհավասար, ինչպես միշտ թուրքը թիկունքից հանկարծակի նենգաբար սրիկաձևով հանկարծակի հարձակումով շփոթեցրել երեխի պաշտպանվել են, զինվորները պաշտպանվել են բավական։ Ծրագրավորող էր ուզում դառնալ այդ բանը կոմպյուտեր բավական շատ հասկանում էր, նույնիսկ բազմաթիվ մրցանակներ ա շահել, այդ համացանցերում տեղադրված խնդիրներ կար, լուծում էր, բավական պրիզներ էր շահում, ինքը շատ խելացի էր, խելքով էր եւ խելացի էր։ Նա գնացել հայրենիքի համար, զոհվել հայրենիքի համար։ Թող հավերժ փառքը լի ոչ միայն իմ ազատիկին, այլ նաև բոլոր հայ նահատակներին, որոնք այսօր գիտակցաբար պաշտպանելով իրենց հայրենիքը, տվել են իրենց երիտասարդ կյանքը։ Ներքուստ հպարտություն եմ ապրում, որ մեր երեխան նման բանի համար է զոհվել։